اماکن غیر نظامی رو در واقع آماج اهداف خودشون قرار دادن که اتفاق بسیار تأثیربار و شنیع بمباران مدرسه دخترانه در شهر میناب در جنوب ایران انجام شد و ما داغدار تا امروز 153 کودک دانش آموز دختر هستیم، جنایتی که لکه ننگی بر دامان بشریت هست. Ցանկանում եմ նշել, որ բացի այն, որ այս հարձակման արդյունքում զոհվեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը եւ մի քանի հրամանատարներ, այս ագրեսիա եւ այս անպարկեշտ քայլի հետևանքով վնասվեցին եւ մեծ կորուստներ ունեցան, տեղի ունեցան նաեւ քաղաքացիական բնակչության, ինչպես նաեւ հանրային վայրերի շրջանում եւ այս ամենի մեջ հատկապես առանձնանում է Մինաբի օրիորդաց դպրոցի վրա հարձակում, ինչի արդյունքում 153 աղջիկ աշակերտներ զոհվել են եւ սա կարող եմ ասել մի անջնջելի եւ շատ ամոթալի ոչ մի արդարացում չունեցող հետք է պատմության մեջ. بیگناهی که مثل فرشته های معصوم اینها رو پرپر کردند و مردم ما داغدار اینها هستند امروز. Այս անմեղ երեխաները, որոնք անմեղ հրեշտակների պես ենթարկվեցին նմանօրինակ արդարացում չունեցող հարձակմանը եւ մեր ամբողջ ժողովուրդը այս պահին զգում է այս դառը իրադարձության վիշտը. 70 نفر جمعاً دانش آموز و معلم از زمان آغاز تجاوز به کشور ما کشته شدند. Այս պահի դրությամբ ավելի քան 170 հոգի, որոնց թվում են թե աշակերտներ, թե նաև ուսուցիչների շրջանում կորուստներ են արկա այս ագրեսիայի առաջին օրերից սկսած. حدود 555 نفر از شهروندان ما از آغاز این تجاوز تا به امروز اینها شهید شدند. Եվ ավելի քան 555 հոգի այս ագրեսիայի առաջին օրվանից սկսած մինչև այժմ զոհվել են այս հարձակման արդյունքում. ما از قبل از شروع این تجاوز با توجه به نشانه‌هایی که از تجهیز نظامی امریکا در منطقه داشتیم هشدار داده بودیم که هر گونه تجاوز به حاکمیت ملی و تمامیت ارضی جمهوری اسلامی ایران با پاسخ قاطع و همه جانبه مواجه خواهد شد. Քանի որ այս հարձակման նշանները արդեն իսկ նկատվում էին տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժի տեղաշարժերով, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ցանկացած հարձակում եւ ցանկացած վտանգ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնիշխանության դեմ ստանալու է համապատասխան ուժեղ հակահարված. و گفته بودیم هر گونه امکانات پایگاه‌هایی که